Մենք արդեն եթերում ենք եւ եկավ մեր ամենասիրելի պահերից մեկը մեր եթերի ժամանակահատվածի, որովհետեւ մեր խոհանոցային հատվածում հիմա տեղի ունենալու մի հետաքրքիր իրարանցում եւ ամենակարևորը, որ շատ հետաքրքիր մի հյուրի օգնությամբ։ Ինչպես արդեն հաղորդման ընթացքում մի քանի անգամ նշել ենք, վերջապես մեր խոհանոցում է բժիշկ ճառագայթաբան, նաև բլոգեր շատերին հայտնի Շաքե Հմայակյանը, ողջույն Շաքե։ Բարի լույս։ Գեղեցկուհիներ։ Լավ եք։ Լավ, ձեզ հետ եմ ինչպես կարող եմ ված լինել։ Տրամադրությունը հիանալի է վստահ։ Շատ լավ է։ Մի ֆորմատում եմ, որ բժշկությունից չպիտի խոսեմ։ Ահա։ Այսօր պիտի տնային տնտեսուհի որպես հանդես կամ հիանալի է։ Եվ ինչ ես այսօր պատրաստել մեզ համար, ինչ բաղադրատոմս է։ Այսօր շոկ կոնտենտ պիտի ապահովեմ, ասեմ, որ շաուրմա եմ պատրաստելու։ Ահա, բժիշկը շաուրմա է առաջարկում։ Ինֆորմացիան մարդիկ մարսեն, ես ասեմ, որ վեգան շաուրմա եմ պատրաստելու, որովհետև հիմա մեծ պահքի շրջանն է, շատերը մսին կարոտ են, եւ ես այսօր ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես այդ մսի կարոտը առնել առանց միս ուտելու։ Անտիր։ Շնորհակալություն։ Կարող եմ սկսել։ Իհարկե։ Սիրով։ Դե մեզ ձիթայուղ պետք կգա։ Ինչ մեծ է ձեր ձիթայուղը։ Թավան տաքացնում ենք նախապես, որպեսզի տապակենք մեր հիմնական բաղադրիչը, որը որ տոֆուն է։ Տոֆուն, եթե չգիտեք, ասեմ, որ սոյայից է պատրաստված։ Սոյան ունի շատ օգտակար հատկություններ, մեծ քանակությամբ պրոտեին է պարունակում։ Նաև շատ միկրոէլեմենտներ մեզ համար կարևոր, կալցիում, մագնեզիում, ցինկ, շատ կարևոր միկրոէլեմենտներ պարունակող մսանման մի բան է։ Ես հեսա ձեզ կսովորեցնեմ ինչպես անել, որպեսզի ինքը մսի համ ստանա։ Այսպես վերջում ստանալու ենք, այսպես ասեմ, հավի համ հիշեցնող, այսպես աղացած մսի կոնսիստենցիա, ինչ-որ մի բան ենք ստանալու։ Եկեք, բայց ամբողջը պատրաստեմ, ես մի հատ կպատրաստեմ, հետո դուք տղաներին կհյուրասիրեք մնացածը։ Շատ լավ։ Կփորձենք կրկնել այդ բաղադրատոմսը։ Այո, չէ, ես այս հիմնականը պատրաստեմ, որ ձեզ ավելի հեշտ լինի։ Այստեղ ուղղակի իրան պետք է բաժանել։ Էլ ինչ է պետք։ Մեզ պետք է, ինչպես տեսնում եք, դրված է բիբար, գունավոր բիբար ցանկացած, պղպեղ, 1000 է պետք, ես գանգրային 1000-ից, լոլիկ, ցանկացած տեսակի թթու, ես սիրում եմ թթու մարինացված, որ սոխ կա, վարդագույն, դա եմ սիրում ավելացնել, բայց դա դժվար ճարվող բան էր եւ մենք սահմանափակվեցինք այս թթու վարունգներով։ Թթու վարունգով, այո։ Դա եւս շատ համով է լինում, անպայման համեմելու համար մեզ պետք է գա աղ, պղպեղ, ինչպես գիտեք, եւ իհարկե սոյան է լինելու իդեպ, որը մեզ մսի համն է տալու, այդ ումամին։ Իսկ այս բաղադրատոմսը քո հեղինակայինն է, թե որտեղից ես այն գտել։ Անկեղծ ասած արդեն չեմ հիշում, որովհետև ես միշտ սիրում եմ այսպես առողջ բաներ, առողջ բաղադրատոմսեր փնտրել համացանցում ու կեսից արդեն մոռանում եմ այդ իմներ, արդյոք թե ես ինչ-որ տեղից դա տեսել էի։ Բայց երբեմն լինում է, չէ՞, որ խոհանոցում կա բաղադրատոմսը, որը 1-2 անգամ պատրաստում ես, հետո սկսում եք ինչ-որ նոր համեր բերել, փոփոխել, նոր բան է ստացվում։ Միանշանակ ինձ թվում է հենց դա այդպես այս տարբերակ այդ մոդիֆիկացված տարբերակներից է, որ ես ինչ-որ մի բան հաստատ փոխել եմ մեջը, ավելացրել կամ պակասեցրել եմ։ Բայց դա էլ արդեն չենք հիշում։ Այդ էլ արդեն չեմ հիշում, հա։ Տարիք սարել եմ ոնց որ արդեն լավ չեմ հիշում։ Թողեմ որպեսի տապակվի, բայց մինչև այդ ավելացնենք սոյան։ Սոյան իսկապես մսի համի նման է դարձնում։ Սոյայի սոուս էի նկատի ունեմ։ Այսպես թողենք որ տապակվի, մենք կարող ենք անցնել արդեն բանջարեղենը մանրացնելուն։ Ես այստեղ փորձեցի հնարավորինս իրեն մանրացնեմ։ Շաքե, երբ դեռ չենք սկսել եթերը, հարցրեցինք արդյոք խնդիր չի լինի ընթացքում եւ պատրաստել, եւ զրուցել, եւ մեր հարցային պատասխանել, ասացիր, որ ինձ թվում է ցանկացած մայրիկ կարողանում է այդ բազմաֆունկցիոնալությունը կյանքում ապահովել, ինչպես է իրականում հասցնում, արդյոք տանը պատրաստում ես միշտ, թե դա ոչ հաճախ հանդիպող բան է։ Իհարկե պատրաստում եմ, մանավանդ իմ տղաները շատ սիրում են իրանց ասած տորթիկները ուտել եւ ես մի պահ անընդհատ գնում էի այդ տորթիկները, հետո հասկացա, որ դե ինչքան կարելի է տորթիկ գնել, էլ ինչ կին, որ տանը մի հատ նորմալ բիսկվիտ չպատրաստի, չէ։ Եվ հասկացա, որ պետքա փորձել։ Ես ինքնուրույն մարտահրավեր է եղել։ Լրիվ challenge է ինքս ինձ արել։ Ես ճաշ շատ եմ սիրում պատրաստել, ցանկացած տեսակի, բայց
միշտ ինձ համար այդ բիսկվիտը նույնիսկ շատ այնպես որ վախենալու ես թվում էր Բարդ է թվում, չէ՞, բայց տորտ պատրաստելը։ Հա, ասում եմ, ոնց կարա այդ ամեն ինչը գումարվի իրար ու վերջում դառնա sense լավ չաղրիկ ինչ որ զանգված ու որոշեցի ասի լավ մի վարքան շաքե, ոնց կարա դա քեզ չտրվի։ Որոշեցի ու արեցի։ Տղաներս կարծես թե գոհ են, մանավանդ շատ սիրում են այդ շոկոլադե բիսկվիտը, որ պատրաստում եմ, դա էլ հեշտ է ճիշտն ասած։ Եթե մի քիչ ավելի արագ պատրաստվող լիներ, այսօր դա կպատրաստեի, բայց որոշեցի պաս պահող մարդկանց մասին մտածեմ այսօր։ Շնորհակալ եմ։ Ես Մանեն իսկապես գնահատում ենք քո այդ մեծահոգի քայլը։ Հետո սա եւս վեգանների համար է, մենակ պասի համար չէ, եթե մարդիկ կան ովքեր որ վեգան են, սա հանգիստ կարող են օգտագործել ու շատ հագեցնող է։ Սոյան ընդհանրապես աճում է այսպես մեղմ կլիմա ունեցող երկրներում, որտեղ որ ձմեռը շատ ցուրտ չի լինում, օրինակ Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Արգենտինայում, չնայած կան մարդիկ, ովքեր ասում են, որ իր մեջ այդ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները շատ են, նաև հետաքրքիր որ էստրոգեն է պարունակում եւ շատերը ասում են, որ հորմոնալ սնունդ է, բայց իրականում մի քիչ չափազանցրած է այդ ամեն ինչը։ Բայց վերջին շրջանում համացանցում հատկապես եթե սկսում ենք ուսումնասիրել այն ինչ ուտում ենք եւ մի փոքր ավելի խորանում ենք դրա մեջ հասկանում ենք որ ոչ մի բան պետք է չուտել։ Հա, Որովհետեւ ով ինչ խորհուրդ է տալիս, ջուր պետք է չխմել։ Մեկը ասում է որ շատ օգտակար է։ ջրի կալորիաներն են հաշվում, չէ՞։ Հաշվում են, հա։ Բայց օրինակ քո բլոգում խորհուրդներ ես տալիս, ոչ միայն թե ինչպիսի մեթոդներ կարելի է կիրառել արագ բուժվելու, երեխաներին առողջ պահելու, բարձր իմունիտետ ունենալու, այլ նաև այլ խորհուրդներ ես սկիզբում եւ արդյոք քո հետևորդներին նաև հետաքրքիր է թե դու ինչպես ես սնվում, ինչ ես սիրում պատրաստել, արդյոք ձեր օրվա մեջ տեղ են գտնում նաև fast food-երը, որը երեխաների կողմից շատ սիրելի են, թե կարելի է նաև դա փոխարինել առողջ ուտելիքով, կրկին արագ պատրաստել։ Ինչպես տեսնում ես փոխարինվում է, այս պահին մեր տաղավարում, բայց կյանքում ինչպես ես անում։ Կյանքում ես իրականում միշտ իմ հետևորդներին ասել եմ, որ քանի որ ես շատ այսպես նիհարիկ եմ կազմվածքով, դա ամենևին նրանից չի, որ ես օթով եմ սնվում եւ միշտ կալորիաները հաշվում, դա զուտ գենետիկա է։ Բայց ես աշխատում եմ առողջ սնվել, բայց այնպես չի, որ ես երբևէ fast food չեմ օգտագործում, ո ոչ։ Չէ, ես էլ եմ սովորական մարդ, ես էլ եմ fast food երբեմն օգտագործում։ Իհարկե անկեղծ որ լինեմ, ես դա այդքան էլ չեմ սիրում, որովհետև աղացած միսը իմ օրգանիզմի համար տանջանք է մարսելը։ Դրա համար աշխատում եմ խուսափեմ ուղղակի, բայց իրականում այնպես չի որ չեմ անում, բայց երեխաներիս աշխատում եմ չտալ, որովհետև ինչպես այսպես թե այնպես իրենք մեծանալու են այն 16 տարեկանում այդ վերահսկումը լրիվ կորում է երեխաների նկատմամբ եւ իրենք անverջ այդ fast food-ը սկսում են ուտել ու փորձում եմ ամեն դեպքում իմ տղաները դեռ Coca-Cola-ի համը չեն տեսել։ Օ, ես հպարտ եմ դրանով։ Մենք հպարտանում ենք, այո, միանշանակ։ Շաքե, բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է, դու ամեն օր ես տանը պատրաստում։ Թե երբեմն պատվիրում եք սնունդը կամ գնում եք միասին դրսում ուտելու։ Չէ, լինում է որ պատվիրում եմ, մասնավորապես այն օրերին, որ ես օրինակ ունենում, օրինակ երեք մեր կլինիկայում կոնֆերանս կար, ես մոդերացիա էի անում ու բնականաբար շատ ուշ եմ տուն վերադարձել, աշխատանքից հետո էր կոնֆերանսը ու ես իհարկե չհասցրեցի ոչինչ պատրաստեմ, հետո բերել էի սնունդ դրսից, բայց էլի եթե ես սնունդ բերում եմ դրսից հետս դա fast food չի լինում։ Այն ամենաուժեղ fast food-ը, որ ես կարող եմ հետս վերել, դա պիցցան է։ Պիցցան էլ դա իտալական ավանդական սնունդ է, չենք համարում դա fast food։ Կարելի է։ Կարելի է։ Այստեղ կարծես ինձ թվում է, ես աղու պղպեղ ավելացրեցի, ես մոռացա ասեմ ինչ եմ անում, կտրատեցի լոլիկը, ավոկադոն, պղպեղը եւ վարունգը թթու։ Եթե մենք անգամ մոռանանք հիշացնել կամ ավելացնել, միևնույնն է մեր օպերատորները շատ ու շատ դիջ յուրաքանչյուր դեպք ֆիքսում են, այո, կամերաներով։ Հետագայում էլ մեր հեռուստադիտողները կարող են փնտրել այս խոհանոցային հատվածը առավոտ լուսոյի եւ պահպանել, որպեսզի երբ որոշեն պատրաստել, չփորձեն հիշել կամ տեսեք բաղադրատոմս եւ որոշեք փոփոխություններ անել, այնպես որ կարող ենք հետևել հիմա էլ գործընթացին։ Այո, հետո ինձ էջումս կպատմեք ինչ փոփոխություն եք արել։ Միգուցե ինձ էլ դուր գա։ Իրականում մոռացա նշեմ, որ լոշիկ ա մեզ պետք, այս մեծ լոշիկներից, կամ կարող եք ուղղակի լավաշ օգտագործել։ Ես եթե լոշիկ չեմ ունենում, երկու տակ այսպես լավաշով եմ փաթաթում։
որպեսզի չծակվի այսպես ասած։ Դա հաշվառ տեղի ունենան, բայց լոշիկը ավելի հարմար է իրականում։ Այսինքն մենք հիմա ստացանք տոֆուից այսպես մսային զանգված զանգված օպերատորները ցույց են տալիս, եթե հիմա նայեք, կզգաք, որ նման է աղացած մսի։ Ուղղակի մի քիչ ավելի բաց գույնի, դրա համար ասում հավի մսի է ավելի նման, քան տավարի մսի։ Ու մեզ մնում է արդեն հավաքել։ Իրականում, եթե ինչ-որ այլ բաներ եք ցանկանում ավելացնել, կարող եք հանգիստ ավելացնել, օրինակ եթե ինչ-որ սոուս եք ցանկանում ավելացնել, հանգիստ կարող եք այդ մոդիֆիկացիաները անել։ Նաև մեզ այս կրեմ պանիրն է հարկավոր, որը որ ըստ իս շատ սազում է այս ամեն ինչին։ Իսկ այդ կրեմ պանիրը ինչպես ենք համադրելու վեգանների։ Ճիշտ է։ Լավ, կարող եք մյուսի մեջ չեն կանի։ Սա կարող եք անել, եթե այո, պաս եք պահում, այս մեկը պաս Ես մանեն շատ կտրուկ այսպես շրջվեցինք իրար նայեցինք։ Պանիր։ Բայց իրականում ես համացանցում տեսել եմ, որ կա նաև վեգան կրեմ պանիր։ Ես չգիտեմ դա Հայաստանում կա թե չէ, չեմ գտել անկեղծ ասած, բայց հիմա ամեն ինչ այնքան հեշտ է պատվիրելը։ Լավ, սա իբր թե չեմ քսում։ Չէ, սա այն տարբերակն է, երբ մենք արդեն ապրիլի 20-ից հետո կպատրաստենք։ Այո, ապրիլի 20-ից հետոյի տարբերակն է։ Ահա, կրեմ պանիրը քսեցինք, կամ չքսեցինք, ինչպես կամենաք։ Ըստ իս կարող եմ արդեն ավելացնել, որովհետև բավականին լավ տապակվել է արդեն։ Շաքե, իսկ նախաճաշեր եւս հասցնում ես պատրաստել առավոտյան։ Այո, հիմա իրականում տենդենս կա, որ ասում են նախաճաշը այդքան էլ կարևոր չի, կարող եք բաց թողել եւ միանգամից լանչ անել, բայց ես մի փոքր այլ մտքի եմ, կիտրոն եմ վերցնում։ Ես ամեն ինչի վրա սիրում եմ կիտրոն ավելացնել, որովհետեւ նախ հեշտ է մարսվում այդպես, հետո վիտամիններով հարստանում եմ։ Ինչ էի ասում։ Նախաճաշից։ Հա։ Նախաճաշը ինձ համար պարտադիր մասն է օրվա, չգիտեմ, ես շատ սիրում եմ նախաճաշել, եթե կարողանում եմ այսպես երեխաների քնած ժամին հասցնեմ նախաճաշեմ, այդ արքայություն է։ Դա ժամը քանիսն է։ Դա շատ ժամը շուտ է։ Հատուկ ժամ այրիկների հարցրեցի, որովհետև երեխաների արթնանալու ժամը արդեն իսկ շուտ է, դրանից ավելի շուտ։ Ես հիմնականում արթնանում եմ շատ վաղ, ժամը 6-ին երբեմն, որովհետև պետք է հասցնեմ մարզվեմ, նոր գնամ աշխատանքի եւ այս վերջերս տանն եմ մարզվում, մի քիչ առողջական խնդիրներ ունեի, մինչեւ կարողանայի ու կգնայի մարզասրահ, բայց հասցնում եմ նաեւ դա անել։ Նույնիսկ հասցնում եմ մի փոքր գիրք ընթերցել նոր գնալ։ Նախաճաշի հետ զուգահեռ էլի։ Քանի որ խոսում ենք նախաճաշից, հիմա մեր հարցին պատասխանում է Շաքե մայրիկը։ Բժիշկ Շաքեն ինչպես կպատասխաներ, արդյոք կարևոր չէ նախաճաշը։ Հենց դրա համար նշեցի, որ հիմա շատ բժիշկների էջերում նկատում եմ, ասում են, որ դա իրականում կարևոր չէ, բայց ըստ իս ստամոքսահյութը ստամոքսում այդպես երկար մնալ եւ սպասելը լանչին, այդքան էլ ճիշտ չի եւ ոնե մի բան, բայց հաստատ դատարկ սուրճ խորհուրդ չեմ տա օգտագործեք։ Դատարկ սուրճը ստամոքսին վնասում է միանշանակ։ Արագ թաքցնում ենք հիմա մեր բաժակներն ու սուրճը։ Դե բայց կարող է դուք նախաճաշել եք, ով գիտի։ Մենք անկեղծ ենք հեռուստադիտողների հետ, նրանք գիտեն։ Երբեք չենք ստում, բայց այդ արագ նախաճաշի մեջ կարող է մտնել թեկուզ մեկ որևէ տեսակի միրգը, չէ, չգիտեմ։ Այո, միրգ կարող եք օգտագործել։ Ինձ համար շատ լավ նախաճաշը դա ձուն է, որովհետև ձուն հագեցնող է եւ սպիտակուց է պարունակում եւ երկար ժամանակ, այսպես ասած, կուշտ է պահում։ Եթե կարողանաք հասցնեք մի հատ տենց խաշած ձու ուտել, իդեալական կլինի։ Միջև փաթաթելը մի անգամ էլ հիշեցնենք ինչ արեցիր։ Այո, դե տոֆուն տապակեցի շատ երկար սոյայի սոուսի մեջ, ավելացրեցի կրեմ պանիրը, որը կարող եք չավելացնել, իրականում այդպես էլ է համով լինում։ Հետո ավելացրեցի բանջարեղենը, լոլիկը, բիբարը, նաև հազար ավելացրեցի ու մեր թթու վարունգը ավելացրեցի, համեմունքները ինքներդ կարող եք ընտրել, ես այդպես շատ համեմունքներ շատ չեմ սիրում անել սրա մեջ կոնկրետ, որովհետև ինքը արդեն սոյան համը տալիս է ու այդպես արդեն կարող ենք փաթաթել։ Մնաց մատուցելը։ Այո, ձեր թույլտվությամբ փաթաթեմ, հույս ունեմ, որ կարողանամ փաթաթել նորմալ։ Մենք վստահ ենք, որ շատ գեղեցիկ է ստացվելու, իսկ որպես ոչ թե պատրաստելու, այլ ուտելու համար, քեզ համար կարևոր է գեղեցիկ տեսքը ուտեստի։ Ես հենց հիմա այդ էի անում։ Իրականում այո, որովհետև չգիտեմ, ես այդ հարցում էսթետիկ հաճույք սիրում եմ ստանալ սնունդից, որովհետև
մենակ կշտանալը չի այստեղ հարցը։ Նաև գեղեցիկ որ մատուցումն է կարևորը ստից, դրա համար այսպես ձեզ համար ավելորդ թողել է այստեղ բանջարեղեն, որ սիրունացնեմ նոր մատուցեմ։ Հիանալի է։ Շաքե մայրիկի կողմից։ Շնորհակալություն Շաքե, շատ ուրախ ենք, որ այսօր մեր տաղավարում էիր այդ հատվածում եւ որպես մայրիկ կամ տնային տնտեսուհի ֆորմատով, բայց մենք քեզ սպասում ենք միշտ մեր տաղավարում, որովհետեւ քո գիտելիքները մեր համար շատ թանկ են եւ պետք է պարբերաբար իրազեկել։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու եւ այս ժամանակը երեխաներից եւ բուժառուներից գողանալու համար շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Մենք շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստատողներ, հուսանք արդեն հասցրեցիք ֆիքսել բաղադրատոմսը, իսկ եթե ոչ, հետո կարող եք գտնել, իսկ մենք շարունակում ենք եթերի երաժշտությամբ։